Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ասեք լսում եմ ձեզ։ Ասում եմ Ալխազ Ղազարյանը հենց ինքն է հայտարարել, որ բացառում է, որ ՔՊ-ից որևէ մեկը այդ թվում ինքը կմիանա այս գործը։ Շատ լավ, հիմա Ալխազ Ղազարյանը հավանաբար չի կարդացել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Այն գրությունը, որտեղ որ մենք հիմա հասցեագրել ենք նաև Ալխազ Ղազարյանին, հիշատակված են սահմանադրության բոլոր այն հոդվածները, որոնք ենթադրում են Ալխազ Ղազարյանի որպես падգամավորի անհատական պատասխան։ Ալխազ Ղազարյանը հանրային ծառայող է հանրային ծառայության մասին օրենքով։ Նա զբաղեցնում է պետական պաշտոն եւ պարտավոր է կատարել իր պաշտոնի բխող գործողություններ։ Եվ ինքը չի կարող ասել, ես հրաժարվում եմ իմ պաշտոնական պարտականությունները կատարելուց, բայց ստանում եմ 1 միլիոն դրամ աշխատավարձ, իմ համար ապրում եմ բարեկեցի, ինքը պարտավոր է։ Հիմա եթե Ալխազ Ղազարյանին հեռացնելու կողմ Ինքը որպես հիմա այդ նամակում գրած է ինքը ինչա պարտավոր։ Ինքը պարտավոր է վերահսկել կառավարության գործունեությունը։ Ինքը պարտավոր է ապահովել, որ կառավարությունը իր ներքին եւ արտաքին քաղաքականությունը իրականացնի իր կողմից որպես падգամավորի հավանության արժանացած կառավարության ծրագրի հիման վրա։ Եվ եթե կառավարությունը ծրագիրը, հա? Վերահսկումը հարց ու պատասխանին գալիս է, ինչպես մյուս ընդդիմադիրները, իրենք հարց են տալիս։ Հասկանալի մեկ էլ խոսել եք, բացի դեր կուրսից։ Ես իր հետ չեմ խոսել, ես լսել եմ միայն հրապարակային։ Չէ, ես պայմանական օրինակ բերեցի, ասի որ անձնապես ճանաչում եմ, դրա համար եմ ասում։ Սա վերաբերում է, ես խնդրում եմ ձեզ ուշադիր եղեք։ 107 падգամավորներին առանց բացառ։ Սա դայք падգամ նամակի օրինակն է։ Ստեղ նշված չի իրանց խմբակցության պատկանելությունը, ստեղ խմբած չի, ասենք պարոն կամ տիկին, ստեղ գրված չի, ասենք իրանց զբաղեցած, օրինակ Ալեն Սիմոնյանին մենք չենք գրում որպես ազգային ժողովի նախագահ, գրում ենք որպես ազգային ժողովի падգամավորի, մեկը հանձնաժողովի նախագահ։ Մեզ համար այստեղ կարևորը 107 падգամավորի, հիմա պիտի 107 падգամավորներից ցանկացած մեկն ասի, որ կառավարության գործունեությունը համապատասխանում է իր ծրագրին։ Կամ ինքը անվստահություն է ցուցաբերում։ Ինչպես նշեցիք, այս impeachment-ի գործընթացի հետ կապված կոնկրետ օրինակ ազգային ժողովի նախագահին չեք դիմում որպես ԱԺ նախագահ։ Այլ ուղղակի падգամավոր, ինքը նաև падգամավոր, այո։ Ձեր գործունեությունը, ձեր հայտարարությունները ընդդիմադիր падգամավորներին կոնկրետ թիրախավորված են։ Հիմա այս գործընթացը սկսելուց հետո դուք պատրաստվում եք նաև հատ առ հատ անուն առ անուն անդրադառնալ իշխանականային падգամավորներին, ովքեր չեն միանալու impeachment-ի գործընթացին։ Անպայման։ Մենք նախ ես համաձայն չեմ ձեր դիտարկմանը, որ ընդդիմադիր падգամավորները մեր կողմից թիրախավորված են։ Չէ, նկատի ունեմ, օրինակ ասում եք ինչի impeachment-ի գործընթաց չեք սկսել, չէ՞։ Ասեմ ձեզ, չէ, ոչ թե իրանք թիրախավորված են, այլ իրենցից, որ գործընթացը իրենք սկսեն, մեր լեգիտիմ ակնկալիքներն ավելի մեծ են։ Դա էլ պայմանավորված է։ Ընդդիմադիր падգամավորների սկսած impeachment-ը կարող է արդյունք ունենալ։ Օրինակ այդ impeachment-ով Նիկոլ Փաշինյանին հնարավոր է հեռացնել իշխանությունից։ Որպեսզի ձեզ հարցին պատասխանեմ, մի ուրիշ օրինակ բերեմ։ Վերջերս Հայաստան խմբակցության падգամավորները հայտարարեցին, որ իրանք նախաձեռնում են հայոց ցեղասպանությունը քրեականացնելու օրենքի նախագծի շրջանառության մեջ դնելու հարց։ Այդ օրենքի նախագիծը որպեսզի ընդունվի, պետք է ճիշտ այնքան կողմձայն 54, որքան անվստահություն հայտնելու համար։ Հիմա հարց, իրանք խոսել են ՔՊ-ի падգամավորների հետ։ Իրանք ունեն արդյոք ՔՊ-ի падգամավորներից 20 հոգու հավաստիացում, որ նրանք կողմ են քվել։ Եթե չունեն, ինչ իմաստ ունի, որ նրանք հանդես գան օրենսդրական, այդպես որոնի հարց առաջանում, բայց падգամավոր լինելու իմաստը ո՞րն է, եթե իրանք ցանկացած նախաձեռնում, չէ։ Հետևաբար եթե չեն կարողանում անգամ մի նախագիծ անցկացնել ցեղասպանության հետ կապված, բայց impeachment ո՞նց են նախաձեռնելու։ Վայ ջան, ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ, բայց պիտի խնդրեմ թույլ տաք ես իմ մտքերը ավարտեմ, էլի։ Բայց ես մեկն եմ պատասխանել։ Անպայման կպատասխանեմ։ Հիմա այդ տեսանկյունից որ նայես ոչ մի նախաձեռնություն իմաստ չունի, բայց իմ կարծիքով բոլոր նախաձեռնություններն էլ իմաստ ունեն։ Այսինքն ոչ թե պետք է հաշտվել այս իրողության հետ, ասել իրանք այդպեսին են, իրանք այդպես են, իրանք տենց կանեն, ոչ։ Իրանք սովորական падգամավոր են, հանրային ծառայող, որ պարտավոր են իրենց պարտականությունները կատարել։ Եվ մենք որպես հասարակություն այդ պահանջը իրանցից ներկայացնել։ Իսկ ընդդիմադիր падգամավորները ոչ թե թիրախավորված են մեր կողմից, այլ իրանցից մեր լեգիտիմ ակնկալիքը, որ իրանք պետք է սկսեն այդ գործընթացը, ավելի մեծ է, պայմանավորված իրենցից տված խոստումները, որովհետև իրենք ընտրվելուց խոստացել են, որ այդ գործընթացը պիտի անեն։ Դրա համար իրենցից մեր ակնկալիքներն ավելի շատ է, քան
լինելու, Ադրբեջանի մաս չի լինելու։ Խոստացել են, որ Արցախը պիտի փրկեն, Բայց դա բայց էլ չեն փրկել։ Հիմա ավելի իրատեսական չի տաղանջել, որ նաև ընդդիմադիրները մանդատները վայր դնեն, քան սկսել մի գործընթաց, Հիմա մենք այս պահի դրությամբ, այսօրվա դրությամբ մենք ոչ թե ակնկալում ենք, որ ընդդիմադիր падգամավորները պետք է իրենց մանդատները վայր դնեն, այլ ակնկալում ենք, որ իրենք իրենց մանդատների, ֆունկցիաներից բխող գործողություններ անեն։ Բայց ձեր հարցը որտեղ դուք պատասխան կներեք, հեսա Զահարի ջան, ձեր հարցին եք պատասխան։ Հարցը հետևյալն է, որ այն որ ասեք, բա ինչ իմաստ ունի, այ իրականում տրամաբանական իմաստ չունի, եթե ոչ մի նախաձեռնություն չեն կարող անցկացնել։ Հետևաբար, եթե իրենք նույնիսկ ցեղասպանությունը ճանաչելու չէ, հերքելը ժխտելը դատապարտող նախագիծ չեն կարողանում անցկացնել։ Բայց նախաձեռնում չեն կարողանում։ Հետևաբար ինչ իմաստ ունի, առանձնակ impeachment-ի նախաձեռնը, հա։ Հիմա եթե պարզվի, որ նրանց որևէ նախաձեռնություն կյանքի չի կոչվում, ապա այո, այդ դեպքում իրենք կարող են նաև այդ որոշումը կայացնել, վայր դնել մանդատները, եթե իհարկե ունեն քաղաքական համոզմունք, որ իրենց փոխարինող են տեխնացուները, որոնք դեռ կան իրենց համամասնական ցուցակներում, նրանք չեն վերցնի մանդատները, այսինքն չի ստացվի այն դեպքը, ոնց որ եղել է 10 ընդդիմադիր падգամավորների պարագայում, ովքեր իրենց մանդատները վայր են դրել, չէ՞, մենք 10 դեպք ունենք, որ մանդատը վայր է դրել, ուրիշը դարել է падգամ։ Եթե կա այդպես քաղաքական որոշում, որ բոլոր падգամավորները եւ падգամավորների թիվը 107-ից իջնի, այսինքն 101-ից պակաս լինի, դա կարծում եմ խելամիտ որոշում կլինի, որովհետև դրանով ըստ էության մենք այլևս պարլամենտ չենք ունենա, իսկ եթե խորհրդանական երկրում չկա պարլամենտ, ուրեմն չի կարող լինել նաև կառավարություն։ Այսինքն ըստ էության դա կլինի կառավարությանը ոչ լեգիտիմ։ Իրենց հետո կգան Էդման Մարմի Բաբաջանը։ Չէ, չեն կարող գան, որովհետև մանդատների բաշխումը կենտրոնական ընտրական հանձնաժողովն անում է մի անգամ ընտրություններից հետո, դա արդեն արվել է։ Նամակի հեղինակը, որը ստորագրված է падգամավորներին, ես եմ որպես Հայաստանի քաղաքացի, բայց մենք այդ նախաձեռնությունը նամակը փոխանցում ենք Արթունեն քաղաքացիական շարժման անունից։ Դες գրանցված կազմակերպություն չկա, դա քաղաքացիական շարժում է, որը համախմբում է բոլոր այն մարդկանց, ովքեր մտածում են, որ անվստահություն հայտնելու միջոցով հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հեռացնել վարչապետի Ներեցեք Զարու հարցի պատասխանեմ։ Եթե չստացվի, մենք բոլոր պատասխանները, որ ստանալու ենք, հանրությանը տեղեկացնելու ենք եւ իրավիճակից բխող քաղաքական հայտարարություններ եւ գործողություններ կնախաձեռնենք։ Լավ, հետո Հիմա մենք բաղադրելու ենք բոլոր 107